Բարի երեկո ձեզ, հարգելի հայրենակիցներ, սա նորից Հայացք Երևանից հաղորդաշարն է, ես ձեզ տեղեկացնեմ, որ ընտրաշրջանում մենք որոշել ենք երևի հազվագյուտ բացառություններով, ես ամեն օր ժամը 7-ին ուրեմն ամփոփիչ նյութերով հանդես եմ գալու եւ ներկայացնելու եմ խնդիրներ, ձեզ հետ հաղորդակցվելու եք եւ Հայաստանի զարգացման հարցերն ենք քննելու, այնպես որ եւ նաեւ երկրի շուրջ առաջացող վիճակների գնահատականն ենք տալիս։ Ուրեմն ասեմ այսօր, որ ինչպես հայրենաբնակ հայությանը, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին առանց ազգային պատկանելիության տարբերության հայտարարում ենք, որ այսօր մենք ընտրաշրջանի մեկնարկը տվել ենք, որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն մեկնարկը տվել ենք խոր վիրապից։ Դրա նպատակը ի՞նչն է։ Որ մենք հիշենք, թե որտեղից ենք գալիս, ինչ ձեռքբերումներ ունենք եւ ուր ենք գնալու։ Ընդ որում ասեմ հետեւյալը, որ քաղաքագիտության տեսանկյունից ես չեմ կասկածում, որ դուք շատ լավ գիտեք, որ 301 թիվը քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին աշխարհում մրցակցելու Տրթատ մեծի նախաձեռնությունը այլափոխություն է, այսպես ասենք, խոր վիրաբում համաշխարհային պատմության իրադարձությունն է։ Ոչ միայն դա հայկական իրականության կարևորագույն դեպք է, այլ նաև պետք է ընդունենք քրիստոնեական աշխարհի, նաև քաղաքագրության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Մենք մի բան ասենք ձեզ, սովորել ենք սովետական տարիներին, երբ որ մեր պատմությունը Ռուսաստանի ցանկությամբ խուզել են, մի տեսակ կարծես թե մեզ մեծ առաջացել է մի ուրեմն համեստության, անիմաստ համեստության, ուրեմն մի բարդույթ, եւ մենք չենք կարողացել կամ չենք ուզում ներկայացնել այն, ինչ որ մեր ժողովրդի փառահեղ պատմության հետ առնչություն ունի։ Դուք գիտեք, որ ես դա քննադատում եմ այդ տեսակետը եւ կարծում եմ, որ մենք պետք է նաեւ ոչ միայն գիշեր-ցերեկ մազոխիստի նման քննադատենք մեր պատմության իբրև թե սև էջերը, բայց մենք պարտավոր ենք նաեւ փառահեղ էջերի մասին խոսել։ Ուրեմն 301 թիվը Փափուկ ուժի տեսանկյունից քաղաքագիտությանը չափազանց հայտնի կարևորագույն ուրեմն ձեռքբերումներից մեկն է, որը կրկնեմ ոչ միայն հայկական իրադարձություն է, այլ նաև համաշխարհային իրադարձություն է, մասնավորապես քրիստոնեական աշխարհի առումով։ Եվ ես ասեմ, որ ես ձեզ խորհուրդ եմ տալիս այս բարակայում իմ սկզբունքը ընդունել։ Պետք չի, ես օրինակ չեմ տառապում մեծամտությամբ, ընդհանրապես մեծամտություն ինձ համար հարազատ չի, բայց ասեմ, որ չեմ տառապում ավելորդ համեստություն այնքան ողորմելի մի բան է, ինչպես որ մեծամտությունը։ Ուրեմն մենք սրանց արանքում մեր արժանապատվությունն է եւ մեր արժանապատիվ կյանքը, իսկ հայ ժողովրդի կյանքը շատ արժանապատիվ էջեր ունի, որոնցից մեկը ասեցի խոր վիրապն է։ Մենք այսօր ուրեմն մեր կուսակցության նախընտրական մեկնարկը տվել ենք խոր վիրապից, վաղը կլիպը կդրվի ուրեմն տարբեր հեռուստաընկերություններ, որոնք առաջին հերթին եւ դուք կտեսնեք, թե մենք ինչ ենք ուզում, ինչ ենք նախատեսում եւ ինչպես ենք ուրեմն ուզում շարժվել դեպի, այսպես ասենք, արարչագործության հայրենիք Հայաստան։ Չվախենաք, այո, մենք արարչագործության հայրենիքն ենք եւ դա այդպես է։ Անկախ են բանից, որ ցեղասպանվել ենք, հայրենի տարածքի ախրելի կորուստներ ենք ունեցել, մարդկային ռեսուրսի արտային, մեր մշակույթը ինչ որտեղ կողոպտվել է, այսօր էլ կողոպտվում է, բայց մենք այնքան շատ ունենք, որ դեռևս շատ բան կա, քանդում են, գողանում են, քանդում են, սեփականացնում են, բայց չի ստացվում։ Այվազովսկին հավերժ հայ գեղանկարիչ է։ Հիմա շարունակեմ, ուրեմն մեկնարկը տրվել է եւ մենք այսօր այդ մասին ասենք, որ մեր նպատակը որն է։ Բնականաբար, եթե օրենքը պահանջում է վարչապետի տեխնացու, վարչապետության համար պայքար եւ այլն։ Բայց ասեմ ձեզ, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն այս բարակայում է, որ մեծամտությամբ չի տառապում, ցանկություն չունի տառապելու, բայց իրականության մեջ մեր խնդիրը քրիստոնյա որպես ժողովրդավարական կուսակցություն պարլամենտարիզմի զարգացումն է։ Ասեմ կրկնեմ ձեզ, ուրեմն նայեցեք, Լևոն Տեր-Պետրոսյանի շրջանից սկսած մենք ունեցել ենք Գերագույն խորհուրդ, ունեցել ենք ազգային ժողով եւ նման բաներ, երկիրը եղել է նախագահական, երկիրը եղել է գիսանախագահական, այսօր վարչապետական է կամ պարլամենտական, բայց ի՞նչն է հարցը։ Մենք ունեցել ենք խորհրդարան,
ունեցել ենք Խորհրդանային նաև սովետական Հայաստանում, բայց պարլամենտարիզմ չենք ունեցել։ Եվ այն կոչերը թե միավորվեք, բոլորը եւ այլն, կարծում եմ շատ վնասական, ուրեմն կոչ է, որովհետև դուք փորձում եք, ովքեր որ դա ասում են, նորից Հայաստանի Հանրապետության ազգային ժողով վերածել երկբևեռ մարտնչող ռսական ստրկության եւ անկախության համար պայքարի ասպարեզի։ Ուրեմն սա հենց այն է, որտեղ խորհրդարանական պարլամենտարիզմ գոյություն չունի։ Միշտեր մեր նպատակը ՔԺԿ-ի հենց պարլամենտարիզմի հաստատումն է, որտեղ կարևորագույն դեպք կարող է լինել կոալիցիոն կառավարության ստեղծումը, կարող է այլընտրանքային ուրեմն ընդդիմություն ձևավորվել, բայց ոչ ռևանշիզմ, ոչ ստրկական, ռուսական, քրեա օլիգարխիկ, հայկական օլիգարխիա, դա չի կարող լինել, եւ ես կարծում եմ, որ մենք ազգովին պիտի դիրքորոշվենք։ Ընդհանրապես հայ քրեական օլիգարխիան չպիտի թողենք խորհրդարան։ Եվ դա հայ ժողովուրդը կարող է անել, բացառապես դա կախված է քվեարկությունից։ Քրեական օլիգարխիան, որին դուք գիտեք, բոլորը ճանաչում եք, չպետք է հասնի խորհրդարան։ Այլապես նայեցեք, նորից նույն պատմությունները, նույն ցիկլերը այս կամ այն կերպ կրկնվելու են եւ լավ չլինելու։ Հիմա սրա մասին մենք այս առիթ կունենանք անընդհատ խոսելու, անընդհատ այս տարվա ընթացքում, ամսվա ընթացքում նախընտրական տարբեր ուրեմն հարցադրումների եւ այլնի պարագայով կխոսենք, բայց հիմա ասեմ հետեւյալը, որ մենք ոչ միայն ստարտը տվել ենք ուրեմն խոր վիրապից, սա շատ սիմվոլիկ է, եւ որովհետեւ մենք ենք Հայաստանի Հանրապետության ուրեմն քրիստոնեական ժողովրդավարության այն կուսակցությունը, որը դավանում է ազատության իդեալը եւ որը դավանում է մեր ուրեմն եկեղեցու դավանանքի փիլիսոփայության մշակութային կոդը։ Սա բացառիկ արժեք է հայության համար եւ այդ իմաստով ՔԺԿ-ն ինքը հպարտությամբ ներկայանում է որպես այդպիսի կուսակցություն։ Ասեմ, որ մենք վիճակահանություն ենք արել եւ դուք գիտեք, որ եթե չգիտեք ասեմ, 12-րդ համարն է։ Հիմա ինչպես հիշել 12-րդ համարը։ Ուրեմն հետեւյալը։ Ես ասում եմ հետեւյալը, հիշեք, ուզում եք կրկնեք։ Տարին ունի 12 ամիս, 1։ Ճիշտ է։ Քրիստոսի աշակերտների թիվը 12-ն է։ Ուրեմն ճիշտ է, չէ՞ այլ։ Եվ ուրեմն բանն կուսակցության երկրի վերափոխումների ծրագիրը, որ մենք ձեզ կտանք, առաջիկայում կբաժանենք, 12 կետ ունի։ Ուրեմն 4 12 թիվ, 12 թիվը 4 պարագաներով, կրկնեմ, տարին ունի 12 ամիս, 1, ուրեմն Քրիստոսի առաքյալների թիվը 12-ն է, որոնց մասին կարծում եմ պատկերացում ունեք, եւ այսպես մի խոսքով այս խնդիրները 12 կգրեմ, նաև կդնեմ բանով, մեր Facebook-յան էջում կդնեմ, դուք կտեսնեք, որ 4 հատված 12 թվի հետ առնչություն ունեն եւ երկրի վերափոխումների ասեցի, ուրեմն մեր ծրագիրը ունի 12 կետ, 4-ը եղավ, 12 կետ, առաքյալները 12-ը, ուրեմն տարին 12 ամիս եւ ՔԺԿ համարը 12, շատ հեշտ է հիշելը, քանի որ հեշտ է հիշելը, ուրեմն քվեարկության ժամանակ հեշտ է նաև ուրեմն ձայն տալը։ Եվ սա ես պատասխանատվությամբ այսօր Սփյուռքի երկրի ժողովրդերի համար հայտարարում եմ, որ ՔԺԿ-ն մտել է անզիջող պայքարի մեջ եւ մեր ուրեմն դիտորդներին ասեմ, որ հետեւյալ հարցը կա։ Ինձ շատ արդեն այսքանի օր է գրում են, որ նրանք, այսինքն ռուսական քրեական օլիգարխիան ուրեմն էլի խորհրդարան է լցվելու եւ այլն եւ այլն։ Ես առաջարկում եմ նվնվոցի փոխարեն ձայն տալ, բարձր որ վարչապետին պիտի ձայն տակ, եթե վարչապետին չեք ձայն տալու, ձայն տվեք ՔԺԿ-ին եւ այսպես շարունակ։ Եթե մենք այս հարցերը լուծում ենք, որևէ խնդիր չկա։ Բարձր է։ Ուրեմն մենք կգնանք մեր պետության վերակառուցման ճանապարհով։ Հիմա եթե այսօր շատ չխոսենք, որովհետեւ առաջին օրն է, ես ձեզ ասեցի ինչ խնդիրներ կան, ուրեմն ասեմ հետեւյալը, ձեզ ուրեմն որպես հաշվետվություն ներկայացնեմ։ 2020 թվականի պատերազմի աղետալի պարտությունից հետո դուք հիշում եք, ես գիշեր-ցերեկ հանրապետությունով մեկ մանդալով, նաև Սփյուռքով լինելով, ասել եմ, որ առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը պետք է կայունություն։ Հիշեք առասարակ, Մոսկվան այս իր ստրուկների, Կիրիենկոն իր ստրուկների միջոցով երկրում անընդհատ
առաջացնում է ապակայունություն, հիշեք այդ բաները, այդ ցույցեր, գործադուլներ, դե ասելու կարիք չկա։ Ուրեմն ԿԺԿ-ի սկզբունքը եղել է կայունությունը, ռևանշիստների սկզբունքը եղել է անկայունությունը, բայց կայունությունը հաղթել է։ Ուրեմն մենք հետևել ենք բացի կայունությունը նաև երկու սկզբունքների 5 տարվա գործունեության ընթացքում։ Մեզ համար չափազանց կարևոր է բնականաբար երկրի անվտանգությունը եւ հայ ժողովրդի անվտանգությունը եւ նրա զարգացումը։ Հիմա կրկնեմ, 3 սկզբունք։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության անվտանգություն, Հայաստանի Հանրապետության կայունություն, այսօր է ստաբիլություն, այսօր է շատ հրատապ է եւ զարգացում։ Եթե չունենանք այդ նախորդ երկուսները, ուրեմն զարգացման մասին խոսել չեն կարող, բայց դուք տեսնում եք, որ այդուհանդերձ կյանքը փոխվում է, շատ բաներ ռեֆորմի են ենթարկվում, իհարկե դրանքներ չեն բավարարում, բայց նկատի ունեցեք հեգելյան փիլիսոփայության մի սկզբունք է։ Քանակական կուտակումները բերում են նոր որակ են առաջացնում։ Ես վստահ եմ, որ թեկուզ դժվարին քանակական այն փոփոխությունները, որ կա դպրոցաշինության մեջ, մսում մանկապարտեզ, ճանապարհաշինություն եւ այլն, նախապատրաստում են Հայաստանի հեղափոխական վերափոխումները, որ պետք է իրականանա, ուրեմն նախ հաջորդ ընտրաշրջանում, կադենցիայում, հաջորդ 5 տարվա մեջ։ Այս պարագայում էլ մենք հետևում ենք այն սկզբունքներին, որոնք մեզ համար շատ կարևոր են։ Դուք նկատի ունեցեք, որպես քրիստոնյա ժողովրդավարական ուսակցություն, ո՞րն է հարցը։ Ուրեմն մենք պետք է կարողանանք զարգացում ապահովենք։ Մենք պետք է կարողանանք երկրի տեխնոլոգիական վերափոխումներն ապահովենք։ Այդ իմաստով համաշխարհային իրադրությունը համարձակվում եմ ասել չափազանց նպաստավոր է։ Կալիֆոռնիայի, այսպես ասեմ, հայությունը Թրիպի, իհարկե սա Կալիֆոռնիայի հայության հետ կապ չունի, Թրամփի երթուղին, Թրիպը եւ այլն, սա Հայաստանի տեխնոլոգիական վերազինման եւ փոփոխությունների ահռելի ուրեմն պաշարն է։ Սա շատ կարեւոր է։ Ես չեմ կասկածում, որ վերջի ի վերջո իրականանալու է այն կանխատեսումը հաջորդ ընտրաշրջանում, եթե մենք կարողանանք ազգային ժողով ընտրենք եւ ռուսական ազդեցությունը աղբանոց շպրտենք կերողների հետ միասին, սիկտիր կարա, եթե բուզեք, վերադարձնենք, ուրեմն վստահ եղեք, որ այդ վերափոխումները շատ արագ են զարգանալու, ազգային ժողովը վերածվելու է պարլամենտի, վարչապետությունը կարծում եմ, որ առաջիկա քննարկումների ժամանակ ամենայն դեպս, եթե մենք խորհրդարանում եղանք, քննարկման ենք ներկայացնելու կանցլերական ժողովրդավարության մոդելը, որը լավագույն անցումն է լինելու, ուրեմն դժվարին աղքատ պատերազմից պարտություն կրած վիճակից թեպի ժողովրդավարություն, զարգացում եւ այլն։ Սա մեր ծրագրային հիմնադրույթների մեջ է։ Եվ եթե չերկարացնեմ այսօրվա համար, կարծում եմ, որ որովհետեւ հայտարարեցինք մեր մեկնարկի մասին, ասեմ հետեւյալը, որ մենք հետևելու ենք ոչ միայն մեր երկրի պահանջներին, դա բնական է, մենք հետևելու ենք մեր ժողովրդի բարոյական վերածննդին, տնտեսության, ուրեմն օրդոլիբերալ, դա ժամանակին ես կբացատրեմ, թե դա ինչ է նշանակում, օրդո կարգու կանոնի ազատական կոնցեպցիան, որը շատ ձեռնտու հարմար ուրեմն կոնցեպցիա է կամ մտածողություն Հայաստանի համար, այս բոլորը պետք է իրականացնենք եւ մենք կունենանք ոչ միայն գիտարդյունաբերական Հայաստան, այլև ագրոարդյունաբերական Հայաստան։ Ընդ որում ասեմ, որ ես վաղուց, դուք գիտեք, մի տերմին եմ օգտագործում, այսօր կկրկնեմ, որ մենք այդ ճանապարհով գնալով, տեխնոլոգիաների զարգացումով, մենք կռեալիզացնենք Հայաստանում տեխնոտրոն, բառը կրկնեմ, տեխնոտրոն հասարակության ստեղծում, որի մասին ամերիկյան հայտնի, չափազանց հայտնի ուրեմն գիտնականներից Բերժինսկին խոսում էր 1966 թվականին, տեսեք տեխնոտրոն, տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա եւ այլն, այսօր այս բոլորը փաստորեն իրականություն է դարձել։ Մենք ունենալու ենք այդպիսի Հայաստան եւ այդ Հայաստանը աշխարհի հետ միասին, եթե մենք կարողանանք մեր կրթությունը եւ գիտությունը շատ արագ վերակառուցենք եւ տեխնոլոգիական մասը զարգացնենք, մենք արդյունաբերական 4-րդ հեղափոխության շրջան ենք գողելու, որը քանի տարի է ուրեմն խոսում է, որի մասին խոսում է ուրեմն շվեյցարական Դավոս քաղաքում եւ դա ժամանակակից հասարակության ապագան է։ Ուրեմն 4-րդ արդյունաբերական հեղափոխություն, տեխնոտրոն հասարակություն, համարձակ եղեք։ Մենք պետք է ոտից գլուխ ոչնչացնենք գողապետությունը պարագլուխներով, Ղարաբաղյան կլանը դուրս պետք է մղվի Հայաստանի կյանքից եւ Արցախայցյան մաշող անող, Արցախայցյանը շահագող այդ միջավայրից
եւ պատասխանատվության պիտի ենթարկվի եւ ռուսական ագենտուրան, որ ներկայանում է ռուսական սեգմենտում, այսպես ասեմ, Կիրիենկոյի ճտերը կամ քոցերը կամ կուզեք այն բառն էլ ասեք քայով, ուրեմն այս բոլորը ուրեմն պիտի դուրս մղվեն եւ դա մենք պիտի անենք, այլապես այսինքն ես ինչ եմ ասում, ինչի մենք հիվանդ ենք, չենք կարող նման բան անել, անընդհատ պետք է նստենք Սինգապուրից խոսենք Կորեայից, Հարավային, Գերմանիայից եւ այլն, հարցս այսպեսին է, հիվանդ ենք մենք, մեզ ինչ է պատահել, եթե համաշխարհային պատմության մեջ դրթատնեցի գյուտը, քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման փաստը կատարվել է հենց մեր երկրում, հենց կատարվել է ուրեմն խոր վիրապում, հենց այստեղ է եղել կերպափոխումը, չէ՞, եւ ըստ էության քրիստոնեական պետության ծնունդն է տեղի ունեցել, ուրեմն այս բոլորը մերն է եւ պիտի շարժվենք առաջ, սա մերկի խնդիրներով է, հետո շատ կբացատրենք, բայց ասեմ նաեւ, որ մենք նաեւ միանշանակ է, որ դուրս ենք գալու քրիստոնեական ժողովրդավարության համաշխարհային ասպարեզ կիրառելով 3 ճանաչված սկզբունք, հիշեք, 3 ճանաչված սկզբունք, առաջին ազատություն, երկրորդ արդարություն, երրորդը ուրեմն համերաշխություն, այս 3 սկզբունքները տեսեք ինչքան հրաշալի սկզբունքներ են, կիրառելի են ինչպես երկրի ներսում, այնպես էլ համաշխարհային քաղաքականության ասպարեզում, կրկնեմ, ազատության իդեալ, հիշեք, ազատության իդեալի մասին խոսելուց, Միքայել Նալբանդյանի ազատություն բանաստեղծությունը, արդարությունը, մեր ժողովուրդը ֆրիկին հիշեք, ֆրիկից սկսած անընդհատ որոնել եւ որոնում է արդարություն, ի տարբերություն Ղարաբաղյան կլանի ոչրային քաղաքականության եւ այս Սամվել մանվելների, չգիտեմ ինչի, բանկրոտ Սամվելների խապկանքի եւ այլն, եւ նաեւ համերաշխություն քրիստոնեական ժողովրդավարության հարսարակ աշխարհի ուրեմն առաջատեն, ինչպես ասում են, մարդկության հետ, պետությունների հետ եւ այլն, այսպես ուրեմն մեկնարկը տրված է ԿԺԿ-ն 12-րդ համարն է, դա նշանակում է կրկնեմ, ուրեմն տարին ունի 12 ամիս, Քրիստոսի առաքյալները 12-ն են, ուրեմն ԿԺԿ Հայաստանի վերափոխումների ծրագիրը բաղկացած է 12 կետից եւ մենք 12-րդ համարն ենք, անփոփոխ է, աստվածային մի շնորհ է, որը պատականորեն եկել կուտակվել է ԿԺԿ-ի շուրջ, այնպես որ առողջ եղեք, մենք եթե կմտնենք ամեն օր, կամփոփենք նյութերը, այսօր այսքանով բավարարվենք, հայտարարեմ, որ վաղը մենք մեր երթուղին Գառնի Գեղարդ ուղղությունն է, բնականաբար Չարենցի կամար, դա ինքնին հասկանալի է, գուցե Հացավան գյուղ, նաև հիշեք Լևոն Լամբարյանին, այսպես իսկ դրանից մի օր հետո Եղվարդի ուղղությունն է։ Մենք ժամը 11-ին դուրս կգանք կենտրոնական գրասենյակից, հաջողությամբ Աստծո կամքով կլինենք այնտեղ, որտեղ որ մեքենայի արագությունը թույլ կտա կամ մեր հանդիպումները մեր քաղաքացիների եւ հայրենակիցների հետ։ Ստեսյուն ձեզ, կհանդիպենք Գառնի Գեղարդում, հետո Եղվարդում, հետո անընդհատ կասենք մեր երթուղին, թե ուր ենք գնալու, ինչ հանդիպումներ ենք անելու։ Այստեղ էլ ասեմ առանձնապես մի նորություն չկա։ Մենք ձեզ հետ հանդիպում ենք ի տարբերություն Հայաստանի բոլոր կուսակցությունների։ Ամեն կիրակի 5 տարի է հանդիպել ենք տարբեր տեղերում, տարբեր պարագաներով, տարբեր խնդիրներով։ Բայց բոլոր դեպքերում սա ընդրաշավ է եւ մենք ընդրաշավը կանցկացնենք այդ տեսակետով։ Ուշադրությամբ նաեւ կլսենք ձեզ, դուք գուցե եւ նյութ կունենաք, որը մեզ կհարստացնի եւ այդպես ուրեմն ասեմ նաեւ հետեւյալը, որ ԿԺԿ-ի ընդրապայքարի մեջ մտնելը ողջունել է Կալիֆոռնիայի ուրեմն հայ ինժեներների ընկերակցությունը, դա ամերիկյան կազմակերպություն է, հայ ինժեներներ են, գիտնականներ են, տեխնոլոգներ են, որոնք ինձ զանգել եւ շնորհավորել են, որ մենք մտել ենք ընդրապայքարի մեջ, նաեւ պարտավորեցրել են, որ մենք պիտի լոբիստական աշխատանք անենք Սփյուռքի կառույցների համար եւ ըստ էության այդ պարագայով մենք ուրեմն Կալիֆոռնիայի հայության համար կամուրջ ենք դառնում ազգային ժողովից մինչև Միացյալ Նահանգներ, մինչև տեխնոլոգիական վերածնում եւ հզորություններ, ամերիկյան հզորություն, ամերիկյան մշակույթ եւ այսպես այսքան ուրեմն այսքանով ավարտենք ստեսյուն ձեզ, էդ էլ ասեմ, որ